Նոյեմբերի 14-ից 16-ը անցկացվում է Ցիկյանոս ուսումնառության օրեր Հայաստանում 2013 միջոցառումների շարքը։ Նպատակն է ներկայացնել թանգարանները որպես կրթական այլընտրանքային կենտրոններ։ Ծրագրի շրջանակներում Գյումրու Շիրազի տուն թանգարանը ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանն ու Ասլամազյան քույրերի տուն թանգարանը, ինչպես նաև Վանաձորի կերպարվեստի թանգարանն ու Ստեփան Զորյանի տուն թանգարանը կցուցադրեն մշակութային օջախներում իրականացված միջսերնդային երկխոսության և ոչ ֆորմալ կրթության իրենց նախագծերը։ Կիրականացվի նաև նշված մշակութային օջախների կողմից կատարված աշխատանքների ցուցահանդես վաճառք։ Տարբերությունը Գյումրու միջոցառման մյուս տեղերից գուցե նաև որ ավելի արվեստագիտական շեշտադրում ունի, որի միջոցով մենք փորձում ենք մարդկանց հասցնել այն գաղափարը, որ ոչ միայն դասասենյակում, դասասեղանի ետևում կարելի է ուսումնառել, այլև կարելի է արվեստի բնագավառում ուսումնառել և ամենուր կարելի է ուսումնառել, այդ թվում թանգարաններում, և պատահաբար չի, որ խորագիրը հենց այդպիսին է, թանգարանները որպես ուսումնառության տարածք։ Սա է մեր հիմնական նպատակը այսօր, շատ բազմազան միջոցառումներ են նախատեսված։ Ուզում ենք ցույց տալ, որ թանգարանը ոչ միայն հանդիսանում է մշակութային օջախ, որտեղ կարելի է ներկայացնել ցուցանմուշները և զբաղվել դրանց պահպանությամբ և գիտական աշխատանքով, այլ նաև թանգարանը կարող է հանդիսանալ մի կրթական օջախ, որտեղ տարբեր տարիքային խմբեր կարող են մասնակցել ստանալ կրթություն։ Այսինքն թանգարանը դառնում է ոչ ֆորմալ կրթության մի տարածք։